Դեռ ուսանողական տարիներից փայփայած հույզերն այսօր արդեն իրականություն են։ Սերգեյ Փարաջանովի նկատմամբ անվերապահ հիացմունքը հեռուստալրագրող Նունե Ալեքսանյանի միտքն ու գրիչն ուղղեց Սերգեյ Փարաջանով հավերժական շարժում գրքի ստեղծմանը։ Գիրքը գրելիս հեղինակը հաճելի բացահայտումներ է արել, զգացել է հայ մեծ կինոռեժիսորի խիզախության ու ազատության անսահման ձգտումը։ Ես միշտ իմացել եմ, որ Փարաջանովը հալածյալ է, որ նա հետապնդվել է խորհրդային իշխանությունների գաղափարախոսների կողմից, բայց ավելի խորանալու ուսուցիչների մեջ ինքնուրույն զարմանալի էր այն իրողությունը, որ չլինելով քաղաքական այլախոհ, ինքը շատ ավելի վտանգավոր էր խորհրդային իշխանությունների համար, քան ցանկացած այլ քաղաքական այլախոհ։ Սերգեյ Փարաջանով հավերժական շարժում ժողովածուն ներառում է Փարաջանովի ընկերների մտերիմների հուշերը, հարցազրույցներ կինոռեժիսոր Ռոման Բալայանի, Սերժ Ավետիքյանի, Ալեքսանդր Աթանեսյանի, Ատո Մեգոյանի հետ, ինչպես նաև էսսեներ պոետիկ կինոյի մեծ ռեժիսորի մասին։ Փաստական իրողություններն արձանագրելու համար հարցազրույցները կարևոր են, ասում է ժողովածուի հեղինակն ու ավելացնում. Փարաջանովի անվան շուրջ ավելի շատ մեծ միֆն է գերակայում, քան իրականությունը։ Նա շատ հետաքրքիր օրինակ կա, որ Պելեշյանը իր հուշերում պատմում է, ասում է, մի անգամ գնացինք Կիևի օպերա Փարաջանովի հետ, շատ ուշացած գնացինք, ներկայացումը արդեն սկսվել էր, բայց ասում է, երբ Փարաջանովը մտավ դահլիճ եւ օպերայի երաժիշտները տեսան, որ Փարաջանովը դահլիճում է, դադարեցրին ներկայացումը եւ սկսեցին ծափահարել Փարաջանովին։ Ու ասում է, ներկայացումը ամբողջությամբ ընդհատվեց, ամբողջ դահլիճը ոտնկայց ծափահարում էր։ Սա պատմում է Փելեշյանը։ Ռոման Բալայանին, որ երբ որ հիշեցնում եմ այս մասին, ասում եմ, օրինակ Փելեշյանը այսպեսի բան ասում, ասում է, երբեք այդպիսի բան չի եղել։ Նյութերն ընտրելիս, թարգմանելիս Նունե Ալեքսանյանն ամենայն պատասխանատվությամբ եւ բծախնդրությամբ է մոտեցել։ Ընտրել եմ առավելապես այն նյութերը, որոնցում ամբողջանում է Փարաջանովի գեղագիտությունը, կինոմտածողությունը, նրա կինոյի առանձնահատկությունները եւ այդ նյութերը որպես կանոն հայերեն քիչ են թարգմանվել, այսինքն իմ համար շատ կարեւոր էր, որ Փարաջանովի գեղագիտությունը ամրագրող, սկզբունքները ամրագրող նյութերը լինեն հայերեն ժողովածուում։ Այդ իմաստով առանցքային է հավերժական շարժում էսսեն։ Հեղինակն օգտվել է ռուսական աղբյուրներից, Փարաջանովի բանտային արխիվից։ Շատ կարևոր էր այն նյութերը, որոնցում Փարաջանովը խոսում է իր հայկական ինքնության մասին, հայ ժողովրդի մասին, հայ մշակույթի մասին։ Իմ համար հատկապես կարևոր էր, որ նաև այդ նյութերը լինեն, որովհետև շատ ախուսվում, որ նա հայերեն չէր մտածում, հայերի համար չէր ստեղծագործում։ Այդ իմաստով ես գտել եմ նյութեր, թարգմանել եմ եւ ժողովածուներ արված են, որոնցում ինքը, այսինքն ցույց են տալիս այդ ներքին ամուր օրգանական կապը իր հայկական ինքնության հետ եւ հայ մշակույթի հետ։ Կինոգետ Դավիթ Մուրադյանը հասցրել է ուսումնասիրել գիրքը, ասում է Փարաջանովն այս գրքում արթուն է, զգացվում է նրա կենդանի ներկայությունը։ Ես այս գրքի միջից նույնիսկ լսում եմ իր ծիծաղը, որովհետև այդքան դժբախտությունների միջով անցած մարդը ուներ ծիծաղելու տաղանդ, կարդում եւ ուզում ես մտածել, թե նորից մտածել, թե ով էր Փարաջանովը։ Տիկին Ալեքսանյան, իսկապես խորապես Փարաջանովի թանգարանի իմ անունի կողմից շնորհակալ ենք գրքի ծնունդի համար, որովհետև Փարաջանովի մասին բազմաթիվ գրքեր կան գրված, բայց դրանց 90%-ը կարող եմ ասել օտարալեզուն, եւ սա այն գրքերի շարքը կհամալրի, որ այ ընթերցողը կարողանա վերցնել եւ կարդալ։ Փարաջանովն ազատություն էր անազատ երկրում։ Նունե Ալեքսանյանի Սերգեյ Փարաջանով հավերժական շարժում ժողովածուն այն սակավաթիվ հայալեզու գրքերից է, որ տարբեր կողմերից է ներկայացնում կինոյի պատմության ամենաբացառիկ անհատականություններից մեկի՝ Սերգեյ Փարաջանովի մարդ եւ վարպետ տեսակները։ Հասմիկ Ֆահրադյան, Բեն Անտոնյան, Արմանլուր։